ունեցեք մի քանի օր այսպես ակտիվ համացանցում շրջանառվում են տեսակետը, որ շատ սպորտսմեններ, ովքեր հենց Ծառուկյանի ձեռքից հաց են կերել, հա, կարիերան ունեցել, առաջին դարձել, այս դեպքում կարծես լռում են դուք, ինչ խոսք ունեք ձեր այդ սպորտսմեն ընկերներին։ Ես այդ մեր սպորտսմենի ընկերների վրով ռելս եմ տեղադրել Instagram-ում, ես չգիտեմ ով իր ձևի մտածելակերպ ունի, արգել ես, բայց չի կարելի էլի այդքան ես չեմ ուզում ինչ-որ մի անձանց վիավորեն կամ չգիտեմ ճակերտավոր մարդկանց ինչ-որ մի հերուներից բանացեն, բայց չի կարելի մարդ ուղղակի այդքան ապերախտ լնել այս հարցում էլի։ Բոլորս էլ տեղյակ ենք, բոլորս էլ տեսնում ենք ինչ-որ սպորտսմեն թեկուզ չգիտեմ ինչ-որ մի չնչին բան անում մեզ ազգի համար, Գագիկ Ծառուկյանը ինչ նվիրատվություններ անում, ինչ ձևի, ինչ միջոցներով կանգնում սպորտսմենների կողքին։ Դες չի դառնում էլ ուղղակի մի բուռ ազգ են կամ 70 տարեկան մարդուն դες բռնի ուժով կոպիտ ասած ազրանք տապալում են գետնին գցում են սայթը մետի հարի չէ բարեգործ մարդ է։ Մասին այսպես լավ պատկերացում։ Հա։ Եթե դուք ուզենեք կարող եք ինչ-որ մեկի նկատմամբ մի քանի օգով էլ չէ, մենակով էլ չէ, անհամաչափ դեպքերով։ Հա դե սիրուն չի կա։ Մի քանի իրավաբաններ տարիքի մարդու նկատմամբ։ Այդ տարիքի այդ մարդը ունի, այդ մարդը սպորտսմեն է, 70 տարեկան մարդ է, զբաղվում է սպորտով, ունի բազմաթիվ տրավմաներ, չի կարելի մարդուն այսպես վեգալ էլ տանել մի անգամից կամ տանում է այդքան իրանց։ Որ մտան այսպես կարծես թե գրոհի էին մտնում, հա, մի անգամից դարպասներից ներս մտան։ Այտենց կներեք հազար անգամ կոնկրետ ֆիլմ, այսի չգիտեմ, ազնական վենդետա, այդ ինչա, բայց թե աշխատողները, թե իստե հաճախորդները, ինչ կապ ունեն դրա հետ։ Ասենք լավ մենք որպես հաճախորդ էլան գնացինք ուրիշ զալ պարապելու, բայց մեր ընկերների գործ է։ Բայց մարդիկ ինչ անեն։ Այսօրներ չի Հայաստանը լեփլեցուն է sense զալերով կամ չգիտեմ, ամեն մի զալ էլ չէ, որ sense պրոֆեսիոնալ զալ է։ Մարդիկ գալիս են այստեղ, գիտեք ինչքան տարեց կին, ինչքան տարեց մարդիկ են այստեղ գալի, բուժվում։ Այս առողջական կենտրոնը, այս մեր տունն է դարել։ Առավոտյան որ եկան մուտք չունեին։ Հոնքուր դրան մուտք։ Կարամ ասեմ, ուղղակի շարժում եմ, պարոն, դժգոհ եմ, պարոն Փաշյան։